Բարոք է և ձանձրալի։ Մի հետաքրքիր զբաղմունք է չկա։ Ինչ կլինի։ Իմ թագավոր, հրամայիր, թող որևէ հետաքրքիր բան մտածենք նպատակները, որևէ զվարճալի բան։ Առաջ եկին իմաստուն։ Ինչ կասես, ինչով փարատային թագուր ձանձրույթը։ Առաջարկում եմ հայտարարենք սուտ ասանների մրցույթ, ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, թագավորության կեսս կտամ նրան։ Համաձայնությունը սրան տալիս, զորակ, ինչու միայն թագուր, տես թե որքան մարդ կա այստեղ, կարծեմ քաղաքից եկած հյուրեր կան, ուրեմն զվարճանանք միասին։ Հեյ, լսեցեք, մարդիկ, մեր տեր թագավորը հայտարարում է սուտասանների մրցույթ, ով այնպիսի սուտ ասի, որ ինքն ասի սուտ է, թագավորության կեսը կտա նրա։ Հարգանքներիս հավաստիքը, հարգարժան պալատականներ, ես աշխարհի ամենաքաջ, ամենաճշմարտախոս որսորդ բարոն Մյունհաուզենն եմ, եղել եմ աշխարհի շատ ու շատ երկրներում, համարյա բոլոր մայրցամաքներում, այնքան հետաքրքիր բաներ եմ տեսել։ Բա հիմա ուր ես եկել, լսել ես տեր թագավորի հրավերը։ Այո, մեծ ընտեզի, ես եկել եմ մի դեպքի մասին պատմեմ ձեզ և այլքան։ Ուրեմն, մի օր գնում եմ հանգիստ Անտարկտիդայի սառույցների վրայով, մեկ-մեկ էլ ծառի կախված ճյուղերից հասած բալ եմ խաղում և վայելում։ Անտարկտիդայում, բալ։ Այո, մեծահարկ թագուհի, այն էլ ինչ բալ։ Հա, ուրեմն գնում եմ ինձ համար, մեկ էլ ինչ տեսնեմ, մի հսկայական եղջերու ելավ դեմս, կանգնել է ու ծիծաղում է վրաս, իջեցրի հրացանս, նշան բռնեցի ու դրա! Կարծում եք խփեցի, չէ, դու մի ասա, հրացանից պատրոնները վերջացել են, ինչ անեմ, իսկ այդ եղջերուն նստել է դիմացս, ոտքը գցել ոտքին ու ծիծաղում է վրաս, մի բուր բալ լցրի բերանս, պտուղը կերա, կոյզները լեցրի հրացանիս մեջ, նորից նշան բռնեցի լկտիացած եղջերուի վրա ու կրակեցի, կոյզները թաղեցին ճակատի մեջ։ Կպատահի, վերջերս այնտեղ գնացած զարմիկս, տեսել էր, թե ինչպես էր մարդիկ հետևում եղջերուի և քաղում նրա դոքին աճած բալենու վերքը, ուրեմն դա հենց նույն եղջերուն է եղել։ Հա, երեք թագուր մատուցած մրգեղերի մեջ կար այդ բալից, այնպես որ։ Տերարքա, ես եկել եմ մի բան ասեմ, միասին զարմանանք։ Եթե նա ինձ վրայքը հաղորդում է, տեսնեք, որ այնտեղ շարունակի, ոչինչ, շարունակի։ թագավորն ապրած կենա, ես վաղ տիգար, ուշացա, ասախի, Ինչու? ասեմ, էլեեք շատ անջև եկավ, կայծակները պատրվեցիք, երկինքը տրակեց, գնացել էի կարկատել։ Այս լավ չէր կարկատել, ասախի, Խի, որովհետև այսօր էլ մի քիչ անձրև եկավ, Դելա, որ դրեցա, բրանի, քիչ էր կարկատել։ Շփոթել է։ Ես զեյալեմ իմ մատաղ, ժողովուրդ ջան, ինձ կոմագել է գտնեմ իմ նազարին, ով ես այն մոքի, դուք չգիտեք ով այնքերի, աղջի լամյասը, ինձ ասում են ուսյանը բաջի, կաչ նազարի, ուսյանը բաջի, ինձ ասում են ուսյան բաջի, կաչ նազարի, ուսյանը բաջի, ախ նազար, սուրա չեմ գիտում, ախ նազար, սուրա չեմ գիտում,
Գնգամարդը Նազար էր անունը։ Մի վաղկո, ալարկով բարձեն գործար։ Նորեր, ավելի շուտի գիշեր, զեցելա դուսիլա, գնգան ասելա, հիտս դուսար։ Դուց եկա հետը, սա սկսեց բարձենալ, թե ինչ քայվան կտրել ու գիշերա։ Կատաղեցի, ինչ կատաղեցի, մտատուն ու դուլը շեղկացի, դե հմի գնա քայվան կտրի։ Հա, էտա է, դրանից հետ ես Նազարը կորելա ու կորել, հայտ կչկա, բայց ես մի քանի օրը խաբար եկել հարեման երկից է, թե Նազարը մեծ գործ էր արել, առաջ գնացել ու թակավ ուտած։ Բադասուտ չի տերարքա, հա, դու ասա թաբուհի ճան, արևիտ մատաղ։ Թողի մի մաստունը պատասխանի ձեզ։ Հրաման պուստեր։ Այ կնանի, բադուկ չգիտեք, որ բոլոր երկրների թակավորներն են ժամանակ Նազարն իրեն։ Էնպես որ, էստեղ ոչ մի սուտ էլ չկա, հայտա գնացեք ձեքները։ Արև ձեզ արգարջան արկա արգելի պալատականն է, ես եկել եմ իլոր համորդել։ Ասում է, որ երկեր շոքերում մի տեսակ բուրջներ են։ Իրենք փոքր քորոցի գլխի կիչա, բայց ուտենում են հվաճտեր։ Ասում եմ, ներնուց ենք մեր է։ Համեն մարդ չի կարող ինչ-որ բաններ ուտել երկիր։ Համեն էդ հեչ, որ Հայաստանում հավեր սկսել է գդակի չափ զվորացել։ Խր ժողովուրդը մնացել է ապշած։ Օրենցում ձվերի գինը թանկանում է, հարցնում են ինչու, ասում են հավերն ավելի է խոշացել։ Չես հավատում, գնահայնուն լսի։ Ինչ ասեմ, թագավորն ապրած կենալ, ես իմ բաբը միջի բուխն էր, օջախը մարած վաղտը, մեկնում էր արեգակիցը վարում, ես իմ հարևանը շատ է տեսել, ճիշտ չէ, մարդ։ Հա, երեխա վաղտը շատ եմ տեսել թատոս բաբը։ Ուրեմն բռնում էր չի բուխում էր։ Ինչ կա զարմանալու, երեք ինտերնետում կարդացի, որ բժիշկը կոմպյուտերի առաջ նստում, աշխարհի մյուս ծայրում, մարդասիրոն դիմրահատելու համար ռոբոտի հրաման տալիս, այս կտրիկ այն տալիս, ռոբոտն էլ ամեն ինչ անում է հիվանդին գոտի կանգնեցնի, Ես ինչ ասում, ով կա ավատան։ Գնամ, թաթոսի թող, գնամ։ Անարդարություն, սուտ, չտեսնված սուտ, լսեցեք, 3 ընտրություններ մեր երկրում, 95%-ով անցել էր մեր թեկնածուն, առավոտը հայտարարվեց, որ 96%-ով անցել է մյուս թեկնածուն, ով զարմանք, ով սուտ, ով անարդարություն, աղբեր հայ ես, այո, Հայաստանի չես, այո, իսը չէ որ, դնաշ է, բա ինչ կա զարմանալու, ամեն ինչ կարող անել, ամեն ինչ հստողության տակել, նամի նախարարի պորտվել բեկալ ապրի էլի։ Ես եկել եմ մի բան ասել միասին զարմանը։ Եթե նայեք զրանկյուն հաղորդումը, տեսնեք, որ այնտեղ արտակարգ դեպքերի տեղի ունենալուց վայրկյաներ չանցած, հայտնում են այդ մասին։ Ինչպես է դա հնարավոր։ Էդ ինչ է որ Գագիկ Շամշյանի համար, դերքից մի շաբաթ առաջ եկավ իմ պատահարի վայր։ Էդ էլ դեռ ոչինչ, վերջերս մեր դպրոցի խումբը Իջևան մարզային մրցույթում առաջին տեղը գրավեց։ Հենց հանձնաժողովի անդամ հոգևորականը սրբեց արդյունքը, ինտերնետում կախվեց կողմի համար 2 դպրոցի հաղթանակի մասին լուրը։ Էդ էլ Շամշյան Գագիկը չէր, մեր օպերատոր ընկերն ուներ։ Դատի, այդ ինչ կուպա է ձեր
ասել շարունակում եմ։ Գործում մեկ էլ տեսնում եմ փոքրացել է, դարձել թզաչան։ Նորից եմ սկսում գործել։ Տատի ջան, Ամերիկայի ազատության արձանն ընկավ Դեվիդ Կոպերֆիլդի ձեռքը, անհետացավ, բան ինչ է որ չփոքրանա։ Ես եկել եմ, որ ձեզ մի շատ հետաքրքիր բանի մասին պատմեմ։ Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, բայց ես իսամվեր ունեմ։ Թենում եմ գլխիս ու կամաց սանրում մազերս։ Մեկ էլ են եմ տեսնում, որ գոգս լեցվեց ոսկե դրամներով։ Հավաքում եմ, գնում մի լավ ուտում խմում քեֆանում, ծախսում փողը։ Հաջորդ տարը նորից նույնը։ Ինչ? Որն է այս ապրում? Ադաստանի դեմ դիմացեք, սանի։ Իմ իմաստու, նազիր բեզիր, ես արդեն բախանում եմ, որ իմ երկում չի գտնվի մեկը, որի երևակայությունը պայծառ լինի և կարողանամ իսկական սուտ ասել։ Մի վախենար կլինի, իհարկե կլինի։ Իհարկե կլինի, այ օրինակ, ես լսել եմ, որ վաղվանից արևը ծագելիս արդարության վիրուսները շատ տալու մարդկանց վրա, ու այն էլ ասեմ, որ այդ վիրուսները շատ բարակիչ են լինելու, շատ արագ տարածվող։ Բարակողները խոսել են միայն ճիշտ և արդարը պահելու միմյանց հետ, պետական պաշտոնյաները արդեն աշխատելու, դատավորները արդեն դատելու, առևտրականները ապրանքը էժան տալու են մարդկանց։ Դա դրա բերանը փակ եք, դրա ցուտը մարդկաց պիտ չասնելու, հասել, պիտի կախանցվեք, բերան փակ եք վարալ։ Դե արքա, ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը կատակի չի դիմանում։ Եկեք վերջացնենք այս ամենը, քանի դեռ բոլորը չեն իմացել այս դիմասին ու վարակվել։ Այո, վերջացնենք, ժողովուրդը չդիմացավ մեզ վարչակ։ Ժողովուրդ ամեն ինչի դիմանում, իշխանությունները չեն կարող։ Գնացեք ձեր գլխի ջարը տեսեք, մենք կանգ եմ ամեն ինչի կդիմանանք։ Եկեք այս ժողովուրդ, եկեք պարենք, ուրախանանք, էզեր դիավն ուղան ունենք ենք, թագավորն այսօր կա, վաղը չկա։ Եկեք ուրախ լինենք և ուրախացնենք միմյանց։ Իսկ ես ասել եմ,